Ըստ անգլիացի գիտնական Լինչի, մարդ եթե գետ մեկ անգամ նույնիսկ մտնում է Ուրմիա լիճ եւ դուրս գալիս, ապա նրա մարմինը պատում է ալյուրի նման սպիտակ աղի շերտով։ Աշխարհի ամենաբարձրադիր լիճը համարվում է Տիտիկակա լիճը, որը գտնվում է հարավային Ամերիկայում եւ ամենախոշորներից մեկն է։ Սակայն Սևանա լիճը քաղցրահամ լճերի մեջ համարվում է ամենաբարձրադիրը եւ ամենախոշորը, որովհետեւ Տիտիկական աղի է, իսկ Սևանա լիճը ունի շատ փոքր աղիություն։ Այդ աղիությունը կազմում է մոտավորապես 0.7 գրամ 1 լիտր ջրում։ Իսկ Վանա լճում այն կազմում է 19-ից 22 գրամ, իսկ Ուրմիա լճում 150-ից 250 գրամ։ Վանա լճի ջրերը հարուստ են նատրիումի եւ կալիումի միացություններով, քլորիդներով, սուլֆատներով եւ բորակով։ Իսկ դա նշանակում է, որ Վանա լճի ջրերը ունեն բուժիչ հատկություն եւ բացի դրանից Վանա լճի ջրերում բորակի արկայության պարագայում հնարավոր է լվացք անել առանց օճառ օգտագործելու։ Լեռնաշխարհի ամենահայտնի 4 գետերին՝ Տիգրիսին, Եփրատին, Արաքսին եւ Չորոխին, մենք նույնպես հետո կանրադառնանք։ Իսկ հիմա մեր կլիմայի մասին։ Հայկական լեռնաշխարհը գտնվում է մերձարևադարձային գոտում եւ լինելով լեռնային երկիր ունի բնական պայմանների չափազանց մեծ բազմազանություն։ Այդ բազմազանության պատճառով այստեղ բնորոշ են խստաշունչ ձմեռները եւ չորուշոք ամառները։ Հունահռոմեական աղբյուրները հետաքրքիր տեղեկություններ են հաղորդում հայկական կլիմայի վերաբերյալ, այսպես հույն պատմիչ Քսենոփոնը իր Անաբասիս արշավանք աշխատության մեջ նշում է, որ 5-րդ դարում մեր թվարկությունից առաջ, երբ որ հունական բանակը հայկական լեռնաշխարհի տարածքով նահանջում էր Տրապիզոն, այնտեղից էլ Հունաստան, Հայաստանում տեղացել էր շատ առատ ձյուն եւ դժվարացել էր հունական բանակի Հեծելազորի առաջ խաղացումը։ Եվ ինչպես Քսենոփոնն է նշում, հայ արհեստավորները հունական բանակի Հեծելազորի ձիերի համար կարողանում են պատրաստել մեծ մակերես ունեցող ոտնամաններ, որը հեշտացնում է ձիերի տեղաշարժը դեպի Տրապիզոն։ 1914 թվականի վերջերին եւ 15 թվականի սկզբներին, երբ Կովկասյան ռազմաճակատում ծավալվել էր Սարիղամիշի օպերացիան, ռազմական մեծ գործողությունը, այս Սարիղամիշի օպերացիայի ժամանակ մի գիշերվա ընթացքում թուրքական բանակից ցրտահարվում է 30,000 մարդ, իսկ ռուսական բանակից 6,000 մարդ։ Իսկ այդ ռազմական օպերացիան ընթանում էր Կարսիս արահրդի տարածքում։ Մեծ են ջերմաստիճանային տատանումները եւ օրական եւ տարեկան։ Հայկական լեռնաշխարհում բացարձակ առավելագույն ջերմաստիճանը դիտվել է +42 աստիճան։ Այն դիտվել է Երասխում, Երևանում եւ Արևմտյան Տիգրիսի հովտում։ Իսկ բացարձակ նվազագույն ջերմաստիճանը դիտվել է Շիրակի մարզի Շուրաբադ, ներկայումս Պաղակն բնակավայրում -46 աստիճան։ Հողի մակերևույթին ջերմաստիճանային տատանումներն ավելի մեծ են։ +70 աստիճան ամառային բացարձակ առավելագույն ջերմաստիճաններն են, իսկ -47 աստիճան բացարձակ նվազագույն ջերմաստիճան։ Այսինքն ջերմաստիճանային տատանումները հողի մակերևույթին անցնում են կազմում են 117 աստիճան, իսկ ստվերում նրանք կազմում են 88 աստիճան։ Աշխարհի ոչ մի երկրում, նույն հորիզոնականի վրա գտնվող ոչ մի երկրում այսպիսի խայտաբխետ կլիմա գոյություն չունի։ Եվ ինչն է հետաքրքիր, որ հայկական բարձրավանդակի կլիման իր ազդեցությունն է թողել ժողովրդի ազգային հոգեբանության վրա։ Պատահական չէ, որ մեր ազգային էպոսը կոչվում է Սասնա ծռեր։ Կարծում եմ մեկնաբանություններն ավելորդ են։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հայկական լեռնաշխարհը եւ մերձավոր արևելքը հանդիսանում են մի շարք կուլտուրաների հայրենիք։ Տանձի, խնձորի, սալորենու, թթի, խաղողի, գարու, ցորենի, հաճարի, սերկեֆիլի, նռան, նշի, թզի հայրենիք։ Հայկական բարձրավանդակը ինքնիվս այլ մրգատեսակների հանդիսանում է նաև ծիրան մրգի նախահայրենիք։ Պատմական տեղեկություններից հայտնի է, որ մեր թվարկությունից առաջ 69 թվականին Հայաստան է արշավում հռոմեացի նշանավոր զորավար Լուկուլոսը։ Գալով Հայաստան,
լուկուլոսը առաջին անգամ տեսնում է ծիրանի ծառատեսակները եւ չիմանալով թե դա ինչ մրգատեսակ է, այն նմանեցնում է խնձորի եւ ծիրանը կոչում է հայկական խնձոր։ Հետագայում 18-րդ դարում ֆրանսիացի նշանավոր կենսաբան Լամարկը, երբ որ կատարում է բույսերի տեսակավորում, նա նկատի ունենալով պատմական փաստը, ծիրանը կոչում է պրունու արմենիակա, այսինքն զուտ հայկական մրգատեսակ։ Այսօր եվրոպական լեզուներում, երբ որ օգտագործվում է ծիրանը, օրինակ ռուսերենում ասում ենք աբրիկոս, այդ աբրիկոս բառի հիմքում ընկած է արմենիկոս բառը, որը նշանակում է Արմենիա, Արմանիա կամ Արմենիա, այսինքն հայաստանյան մրգատեսակ։ Բուսատեսակների քանակը այս լեռնային կղզում կազմում է 4000, որը եզակի երևույթ է այս փոքրիկ լեռնային տարածքի համար։ Բուսատեսակներով հայկական լեռնաշխարհը համայր է, հավասար է Հնդկաստանի բուսական տեսակներին։ Այդ տեսակներից 200-ը էնդեմիկ են, այսինքն բնորոշ են միայն մեր լեռնաշխարհին։ Սա նույնպես էնդեմիզմով բացառիկ երևույթ է աշխարհի մասշտաբով։ Կա այն կարծիքը, որ աստվածաշնչյան հնագույն ձեռագրերում հիշատակվող արգելված պտուղը եղել է ոչ թե խնձորը, այլ եղել է թուզը, քանի որ աստվածաշունչը տեղեկություններ է պարունակում այն մասին, որ մարդկության եդեմը համապատասխանել է հայկական լեռնաշխարհի տարածքին, եւ քանի որ հետագայում այն թարգմանվել է հունարեն, եւ քանի որ եվրոպացիները չեն իմացել, թե ինչ բան է թուզը, այն լուկուլոսի նման պայմանականորեն նմանեցրել են խնձորի եւ աստվածաշնչյան արգելված պտուղը կոչվել է խնձոր։ Ամեն մի բուսական համակեցություն բնորոշ է իր կենդանական աշխարհով։ Հայաստանի հայկական լեռնաշխարհում կենդանատեսակների թիվը հասնում է 17000-ի, որը նույնպես բացառիկ երևույթ է, ինչպես բուսական աշխարհի տեսակները։ Հայկական լեռնաշխարհում տարածվում են համարյա այն բոլոր կենդանատեսակները, որոնք կարող են հանդիպել անապատային զոնայից մինչև տունդրա։ Հայկական լեռնաշխարհում կան բավական էնդեմիկ կենդանատեսակներ, դրանցից հայկական մուֆլոն ոչխարը, բեզոարյան այծը, Սևանա լճի իշխանը, Վանա լճի տառեխը, գետային կարմրախայտը եւ այլն։ Հայկական բարձրավանդակի տարածքը հանդիսանում է ձիաբուծության նախահայրենիք։ Առաջին անգամ ձին որպես կենդանի ընտելացվել է հայկական լեռնաշխարհի տարածքում։ Մեզ հասել են ինչպես պատմական տեղեկություններ, այնպես էլ հնիաբանական, հնագիտական եւ ժայռապատկերային տեղեկություններ։ Այսպես հայտնի է մեր թվարկությունից առաջ 18-րդ դարում հայկական լեռնաշխարհից դեպի Եգիպտոս արշաված հյուքսոսները կամ հայքսոսները առաջին անգամ մարդկության պատմության մեջ օգտագործում են ձին։ Վանի թագավորության արձանագրություններից մեզ հայտնի է, որ Ուրարտուի Մենուա թագավորի Արծիբե կամ Արծիվ ձին թռել է մոտավորապես 29 կանգուն, այսինքն մոտավորապես 14 մետր, որը առ այսօր 29 դար չի գերազանցվել ոչ մի ձիու կողմից։ Վերջում լեռնաշխարհի երկրաբանական տեսքը Ուրեմն պարունակվող օգտակար հանածոների հանքավայրերի տեսակետից Հայաստանն իսկապես առանձնահատուկ երկիր է, որովհետև այսպիսի փոքր տարածքում կենտրոնացված է Մենդելևի հաղորդակի գրեթե բոլոր էլեմենտները եւ երկրաբանական բնութագրումը։ Մինչև այժմ շատ ենք ասել, որ Հայաստանն իրենից ներկայացնում է թանգարան բաց երկնքի տակ, պատմական տեսակետից կամ այլ տեսակետերից կարող ենք պնդել, որ երկրաբանական տեսակետից իսկապես Հայաստանը թանգարանն է բաց երկնքի տակ։ Ընդամենը 357,000 քառակուսի կիլոմետր, որտեղ խտացված է բնության ծայրահեղությունների մի հսկայական փունջ, սկսած ջրից եւ վերջացրած օգտակար հանածոներով։ Մի լեռնային ամրոց, որը պահապանն է համամարտկային շատ սրբությունների։ Ու հենց այստեղ պիտի ծնվեր մի ժողովուրդ, որը իր մեջ կներծեցեր բնության այդ ամբողջ ծայրահեղությունները եւ զուգակցելով այն Աստծո կողմից շնորհված բանականությամբ պիտի անվանվեր հայ։
ժողովուրդ Աստծո։